Սպասի։ Դգնա։ Geçir, sağdan intiniz. Geçir. Գուցե մի ուղղագիր հատկացնենք։ Գնացեք, հանգստացեք։ Շնորհակալ եմ Զավեն Ավետովիչ։ Ոչ մի ուղեգիր էլ պետք չէ։ Կյանքիս մեծ մասն անցկացրի ծխի ու թունավոր գազերի մեջ։ Բայց այսօր հանկարծ հասկացա, որ կյանքիս լավագույն մասն արդեն անցել է։ Մինչև 23 տարեկան հասակը սովորեցի այս մասնագիտությունը։ Մինչև 30-ը յուրացրի հմտացա։ Իսկ վերջին 10 տարիները որ թռան 10 օրվա պես։ Ես վատնեցի, որպեսզի 100,000 գործարաններից մեկը ինչ-որ մի արտադրամաս սկսի նորմալ աշխատել։ Եթե գործն այդպես շարունակվեց, առաջիկա 20 տարիների ընթացքում ես կհասցնեմ կարգավորել ասենք ևս մի 2 արտադրամաս։ Եվ դա կլինի այն ամեն ինչի վրա կորչի մարդկային մի ամբողջ կյանք։ Հետո կասեմ, որ ես պապիկ եմ։ Ինձ մոտ կբերեն անծալոտ երեխաներ, կասեմ, որ դրանք քո թոռնիկներն են։ Իսկ մի օր էլ կզգամ, թե ինչպես է սիրտս կանգ առնում։ Եվ ոտի պակաս եմ զգում։ Ունիմ ինչ։ Վերջ։ Հող շնչներու վրա կբաժնին։ Մկապետ կելուցենք նահապետի հարց, նա ուշ է եկի մեր գյուղը։ Մի հոգու հող տանք նրան, չի չէ, չեղնի, երկուսի հող տանք, անարդար կեղնի, բա իմ ալենինք։ Գուգաշյան, ուզես ես քեզի ստորագրություն տամ, որ նահապետ գարուն չեղավ, ամար յաշուն, կեղնի երկու շունչ, գուզես թող թուր ձեր քաշի։ Ես լե ձեր քաշիմ։ Ես լե։ Սպասեք ընկերներ, սպասեք։ Դուք լե ձեր կքաշիք, ես լե ձեր կքաշիմ, համա ինչ լե սուսուփուս։ Ինչ կմտածե։ Հորի չի գա գրասենյակ, տեսնիք ինչ պակասություն ունի, ինչ մտքեր ունի, ինչ կարիք ունի։ Հորի դու շատ մակուլ ես նախագաճան, հորի դու չի գաս նահապետին տեսության։ Լյանին հա լյանին, լյանին այդ մասին բան չի ասե։ Հողաբաժանությունը հորոխվեն նահապետ։ Կռիվ կենին, կքրվին ընծի, ամեն մեկ իր համար լավ հող կուզե, բա դու հորի չի գաս, հողի պահանջ տնի, բարև տեսանք, հող շնչներու վրա կբաժնվի, կզի մի հոգու հող տանք, չի չկեղնի, բա իմ ալենինք, քու պատասխան կսպասեմ հորող բեր, երկու շունչ հաշվին, Ընձի մեկ շնչապատական հող կհասնի և բավականի։ Լավ հորող բեր, որ շատ նաս հողլ է կշատցունք, խորհրդային իշխանության պատվերն է, որ կու նման մարդոց օգնություն ենինք, ձերք բրնինք, կայնացունք բոտի, ես պուզեմ քու հող շատ եղնի, չես ուզի քու կամքն է։
Շնորհակալ եմ, պարոն Ղուկաս։ Քո արևելքեն եղա։ Ես պարոն չէ, որով բեր։ Ինչ էլ եղնիս ապրից զորանաս։ Որդին կարող է վախկոտ լինել, դա կպրկի նրան։ Նա վախկոտ չի լինի, բայց ես նրա աջ ձեռքի ցուցամատը կկտրեմ։ Եթե բոլոր մայրերը իրենց որդիների աջ ձեռքի ցուցամատը կտրեն, ամբողջ աշխարհի բանակները կպատերազմեն առանց ցուցամատի։ Եթե աջ ոտքը կտրեն, բանակները կլինեն մի ոտանի։ Եթե աչքերը հանեն, բանակները կույր կլինեն և խառնի ճաղանջի մեջ շոշապելով միմյանց կոկորտ և սիրտ կփնտրեն։ Ավելի շուտ ես նրան կսպանեմ։ Ահա պատերազմների մայրական ճիշտ լուծումը։ Մի ծիծաղիր, եթե դու սիրում ես պատերազմը, նա էլ կսիրի։ Սիրում ես պատերազմը։ Ինչու ես այդ հարցը տալիս։ Խոստովանիր, որ երբեմն սիրում ես։ Եթե կարելի է սիրել այն, ինչը քեզանից խլում է հույսը, երջանկությունը, ավելի շուտ ատում են պատերազմը։ Ինչպես են կարողանում այլևս չսիրել այն, ինչ պաշտում են։ Գուցե ծերանում եմ, կամ գուցե սա այն հոգնությունն է արհեստից, որ ատաղծագործին երբեմն բռնում է լազգահի մոտ։ Մի առավոտ այդպիսի հոգնություն ինձ համակեց, երբ կռացել էի հակառակորդիս վրա, և որ իմ տարիքին էր։ Նախկինում ում պետք է սպանեի ճիշտ իմ հակապատկերն էր թվում ինձ։ Այս անգամ ես կռացել էի իմ արտացոլման վրա։ Մահը, որ պետք է հասցնեի ուրիշին, կարծես մի փոքրիկ ինքնասպանություն էր։ Այդ պահից սկսած ինձ համար չկացավ պատերազմի աննման հնչողությունը։ Նիզակի հարվածը, որ սահեց անցավ վահանիս վրայով, խոցված մարմինների անկումը ավելի ուշ, ապրանքների խորտակումը ինձ ապշեցրեց իր կեղծիքով։ Եվ պատերազմ էլի միջելուց տեսավ, որ ես ճանաչել եմ իրեն, ու այլևս չէր քաշվում ինձանից։ Լեռնողների ճիչերը կեղծ էին հնչում ականջիս։ Այ թե ինչի հանգեցի ես։ Ռուբեն է դուր։ Գործի կերտամ, ընձի պետ չէ դի թադրոնը։ Ես հաց պտի աշխատի մոր ընտանիք պահեմ։ Ռուբեն կյացիլը։ Դու ճիշտ ես։ Ինքը ճիշտ կսե։ Այսօր թադրոնում է պետք։ Բոլորի ուշքու միտքը ռազմաճակատն է։ Մեկ երբեմ ապրել է։ Այսօր թադրոնով կուկա։ Այդ նույն մարդկանց թադրոնել է պետք։ Բոլորն է կուկան կնայեն, որովհետև իրանց թադրոնել է պետք։ Հացի ջերի պես է պետք։ Օդի պես է պետք, տղեկ, հասկացեք։ Հենց այդ սոված փորերին է պետք։ Ռուբեն էլի եդարի։ Երգուսով էլ ճիշտ եք։ Ճիշտ եք։ Հիմա մենակ այդ հացը չէ։ Մուշեղը ճիշտ կսե։ Ինչի ճիշտ կսե չի դեմ։ Բայց մեջս մե բանում գա որ կզգամ որ ճիշտ կսե։ Բայց ես մե բանում հարցնեմ։ Հանգարց ու եկուց մեգելով ինձի ֆրոնտ տարան։ Իմ թերս ով պիտի խաղա։ Դու ես մասին մտածել ես։ Քեզի կարծնեմ։ Իմ թերս ով պիտի խաղա։ Ծո, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Գնացեք տղամարդու գործով զբաղվեք։ Հետո ամբողջ օրը մատաչիրետով ֆինտի ֆլյուշկա կենես։ Կերիների թեմ
կապիկություն կենես, չես մտածել ընտանիք պայելու մասին։ Ընչի կճվաս։ Վրես ընչի կճվաս։ Գնա, մոտոցիկլետով ֆինտը ֆլյուշկա երա։ Լավ կենեմ, էդիկ իմ գործն է։ Դու էդոր չկապնիս մուշեղ, էդիկ իմ անձնական գործն է։ Չկապնիս։ Դու էդ ինչ կենեք։ Ձեզ ով էսել որ իմ նկարը տեղ կախեք, հը? Մուշեղ կերին։ Պեսրո սպասի ձերքը դիչեցրու։ Ես նկարես ընչեք զարգե պատին։ Քեզի կարծրեմ մուշեղ։ Նկարես ընչեք զարգե պատին։ Սպասել Ռուբեն։ Շարունակ է։ Ուրդից։ Հեյ Նազար աղբեր։ Հա, հիշեցի։ Հեյ Նազար աղբեր։ Չէ, այդպես չէ, այսպես։ Հեյ Նազար աղբեր։ Հեյ Նազար աղբեր։ Լավ է։ Մենք այսքան խոսեցինք դու սուս կեցար։ Ով գիտե մտքում ես ինչ բաղեր գնացիր ու հետ եկար։ Հիմի տեսնենք թե բաղերից ինչ ես բերել մեզ համար։ Ցոն չի գճվաս։ Ինգ տարի ես մարդու կսովորցրեք որ չճվա, ինքը գճվա ու գճվա։ Յա։ Ռեալիստական չես կրնա խոսիս։ Այսպես է սա։ Հեյ, Նազար աղբեր, մենք այսքան խոսեցինք դու սուս կեցար։ Խոսքեր ինչ խեր, Ով գիտե մտքումդ ինչ բաղեր գնացիր ու։ Լավ, հասկացան։ Ով գիտե մտքումդ ինչ բաղեր գնացիր ու եկար։ Հիմի բաց տեսնենք ինչ ես բերել մեզի։ Նազար աղբեր։ Հա։ Հասկացար։ Դու